Բարի գալուստ մայրիկների ակումբ, նոր տարին նման է սպասված, բայց միշտ անհայտ նվերի։ Մինչև չբացես տուփը, երբեք չես իմանա, թե ինչ կա ներսում, իսկ տուփն այդ բացելու համար մենք ունենք 365 օր։ Կյանքի անակնկալները թող բացահայտվեն իրենց ժամին, իսկ մինչև այդ մենք, թե մեծ, թե փոքր, ակնկալում ենք նվերներ։ Ումից? Դե իհարկե, ձմեռ պապիկից։ Ձմեռ պապ ու նվերներ, երկու անքակտելի հասկացություններ, որոնց էլ նվիրված է մայրիկների ակումբի նախատոնական թողարկումը։ Ով է ձմեռ պապը, որտեղ է ապրում, ինչպես է հասնում Հայաստան։ Հարցեր, որ երեխաները միշտ տալիս են ծնողներին, այս անգամ նույն հարցերին կփորձեն հենց իրենք պատասխանել։ Ում ինչ նվիրել, ձմեռ պապն այս հարցի պատասխանը լավ գիտի, իսկ մենք հաճախ մոլորվում ենք նվերի ընտրության գործում։ Մի քանի խորհուրդ, որ կօգնեն գտնել ճիշտ լուծումներ։ Ձմեռ պապի հայդեսպանը մայրիկների ակումբում, նա կբացի ամենամեծ գաղտնիքը, որ երեխաներն են միշտ ստանում իրենց երազանքների նվերները եւ որ երեխաներին է պապը պատժում նվերներ չբերելով։ Երեխաները միշտ պատրաստ են ասել, թե ինչ նվերներ են ցանկանում ստանալ ամանորին։ Այս հնարավորությունն էլ բաց չեն թողնի։ Խաղ զվարճանքներ, որոնք կմիավորեն մեկ հարկի տակ գտնվող բոլոր երեխաներին։ Երբ բանը հասնում է ձմեռ պապի մասին խոսելուն, երեխաները վերածվում են փորձառու եւ նպատակասլաց լրագրողների։ Նրանք կարող են այնպիսի հարցադրմամբ մոտենալ թեմային կամ միևնույն հարցն այնքան կրկնել, մինչև որ կստանան բավարարող պատասխաններ։ Երեխաների հարցերին պատասխանելու փոխարեն մայրիկների ակումբի լրագրող Լիլիթ Տերտերյանը որոշել է հակագրոհի անցնել ու նույն հարցերը տվել է երեխաներին ու չի նահանջել, մինչև որ չի ստացել դրանց պատասխանները։ Թվաց մեր պապին նոր տարվա գլխավոր մարտն է։ Մի հատ պապի ամեց, ձիրմալով։ Հետ ինքը պապիկը, ու ինքը մեզ նվերներ է բերում։ Ու իրան բերում են եղնիկները։ Ձնեմարդը։ Ձնեմարդն է։ Ինքը չի կարացավ ասել։ Նվեր բերողը ձմեռ պապիկը։ Ձմեռ պապիկը մեզ նվերներ է բերում, եղնիկներով նվերներ է բերում։ Լապլանդիայում։ Էլի Լապլանդիայում։ Լապլանդիայում։ Հեռու է։ Սոչիկ սվիգը։ Շատ հեռու, բայց ինքը չի հոգնում, որովհետև ինքը ավտո ունի։ Լապլանդիայում ապրում ձմեռ պապիկը։ Լապլանդիայում ասա։ Պետք գիտեմ, որ Լապլանդիայում ապրում, բայց մյուս տեղը չգիտեմ։ Մենակ Լապլանդիայում ապրում, այլ որոշ միտեղ չի ապրում։ Որոշ տեղ էլ ապրում։ Չի ապրում։ Ապրում։ Կարմիր հագը, գլխարկ, երկար մորուք, կարմիր ու սպիտակ շորերով, երկար մորուքով, ունի բեղեր, չասեիր, մորուքն ուրիշ է, բեղերն ուրիշ է։ Սպիտակ բեղեր ունի երկար։ Բեղեր? Բեղեր չունի դիմը։ Կարմիր շոր։ Ունի երկար մլոք ու գլխար։ Պարկը կարմիր, գլխարկը կարմիր և սպիտակ։ Գնդիկը։ Վայինք։ Ինչ? Չես հասկանում։ Գլոր? Չէ։ Կարակոցի? Չէ։ Ուղղանկյուն? Ովա? Չէ։ Էդ ինչ է։ Պարկ։ Նկարում եմ էլի։ 20 տարեկան ձմեռ պապիկի։ Ես ձմեռ պապիկի տարիքները չեմ իմանում։ Իսկ ես մոռացել եմ։ Ես կմտածեի 29.5։ Այդ ժամանակ ինքը պապիկ չէր լինի, այդ ժամանակ ինքը մի հատ տղա կլիներ։
Իրանք ասեն ծմեր տղա։ Երևի 200 տարեկան կլինի։ Չգիտեմ քանի տարեկան է։ Տղայա։ Բա 32 տղա։ Հա, չէ։ Տղա չի 64 է։ Բա ո՞նց է որ իմ օբալի 33 տղայա։ Չգիտեմ քանի տարեկան է։ Ակու տարեկան է։ 38 տարեկան։ Կողմ է։ 52։ Ես կասեի 59 կես։ Ես կասեի 42։ Հայրեն խոսում ծմեր պապիկը։ Անգլերեն, Հայաստանում հայերեն։ Հայերեն, անգլերեն, կամ ռուս։ Ռուսը չէ յազի։ Ռուսերեն, հայերեն։ Հո։ Հայերեն, ֆրանսերեն կասեի։ Ես չէ։ Ուրեմն ասակ։ Տոնջ գերմանա։ Նա բոլոր լեզուներն է գիտի, որ կարողանա երեխաներին հասկանա։ Դե իսկ հիմա շուտ հեռուստաէկրանների մոտ կանչեք ձեր երեխաներին։ Չեք հավատա, թե ով է մեզ համար ժամանակ գտել, ով է որոշել ուրախացնել մեր բոլոր հեռուստադիտողներին իր ներկայությամբ։ Նա այնքան շատ է սիրում մայրիկների ակումբն ու մեր հեռուստադիտող փոքրիկներին, որ այստեղ էր նաև նախորդ տարի։ Հուզված, ուրախ ու մանկացած ողջունում եմ իմ բացառիկ հյուրին։ Ողջույն Ձմեռ պապ։ Ողջույն թորնիկս։ Անչափ ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, իսկապես սա մայրիկների ակումբի համար շատ մեծ պատիվ է, որովհետև գիտեմ այս օրերին որքան զբաղված եք դուք։ Անկեղծ ասած, ինձ է շատ հաճելի է, որ կարողացա ժամանակ գտնել եւ գալ ձեզ հյուր։ Ձմեռ պապի նոր տարուն մնացել է ընդամենը մի քանի օր։ Ինչ եք այս շրջանում անում։ Նվերները հասցրել եք ավարտել։ Գրեթե ավարտում եմ, բայց դեռևս կան աշխատանքներ։ Ամենայն դեպս վստահ, բոլոր բալիկները վստահ պետք է ասեմ, որ բոլորին նվերներ կհասնի այս տարի, անպայման, թող բալիկները սպասեն։ Սկսենք մի քիչ նամակներից խոսել, հա, փոքրիկները վերջին շրջանում միշտ գրում են Ձմեռ պապիկի նամակներ, տարբեր եղանակներով ուղարկում են, նույնիսկ կան երեխաներ, ովքեր էլեկտրոնային փոստի միջոցով են ուղարկում։ Արդյոք դրանք հասնում են ձեզ Ձմեռ պապ։ Անպայման հասնում են եւ ես արդեն բազմաթիվ նամակներ ունեմ, բազմաթիվ։ Ով է ընթերցում նամակները Ձմեռ պապ։ Ինչպես։ Ով է ընթերցում նամակները այդքան շատ։ Դիմանշիկը նաև ես։ Հասցնում եք։ Այո, հասցնում եմ, իհարկե։ Լավ, նամակները ընթերցեցիք, պատկերացնենք, հետո սկսում է ամենակարևորը։ Երեխաները նամակը հենց այնպես չեն գրում, նրանք պահանջներ են ներկայացնում։ Այո։ Ես գիտեմ, որ դուք հսկայական մեծ գործարան ունեք։ Այո։ Փաստորեն գործարանը սկսում է դեռևս դեկտեմբերի սկզբից աշխատել, որպեսզի հասցնի նվերները պատրաստել։ Եվ ցանկալի է, որ երեխաները մի քիչ շուտ գրեն նամակները։ Որպեսզի հասցնենք։ Որպեսզի հասցնենք, այո, որովհետև նրանք շատ են։ Հետաքրքիր, օրվա ընթացքում մոտավոր քանի նամակ եք կարդում։ Դժվար է ասել, իսկապես դժվար է ասել, չեմ կարող ասել այդպես, բայց բավականին շատ են։ Բայց մենք գիտենք, որ դուք կախարդական ունակություններ ունեք, կախարդական գավազան եւ ձեզ համար նույնիսկ 1 միլիոն նամակ մեկ օրում կարդալը իհարկե հոգ չէ։ Եվ հիմա ավելի շատ կա էլեկտրոնային պոստաներով են ուղարկում։ Մի քիչ բարդանում է այդ process-ը գավազանի հետ կապված։ Որտեղ նամակներ կարդալը գավազանով շատ հեշտ է, իսկ էլեկտրոնային պոստաներով երբ որ ուղարկում են մի քիչ դժվարությունների առաջ են ձեռագիր նամակներ սիրելի փոքրիկներ ուղարկեք Ձմեռ պապիկին, բայց ինչպես Ձմեռ պապիկը խոստովանեց ու նաև հաստատեց, անկախ նրանից թե ինչ միջոցով եք ուղարկում, նա կարդացել է բոլորիդ նամակները։ Եվ անպայման բոլորի նվերները ժամանակին կհասնի տեղ։ Ձմեռ պապ, նվերների մասին խոսեցին, կարծում կհամաձայնեք, որ նվերներ գնելու պարտականությունը միայն ձեր ուսերին դրված չէ, ծնողները եւս չէ, պետք է երեխաներին նվերներ գնեն։ Անպայման, տարբերություն չկա։ Հարազատները, բարեկամները, ուստի հիմա առաջարկում եմ միասին դիտենք մի տեսանյութ, մեր լրագրողը պատրաստել է տեսանյութ օգնելու բոլոր ծնողներին, թե որ տարիքի երեխաների համար ինչ նվեր կարելի է գնել։ Սիրով կդիտենք։ Խելոք պահիր քեզ, որ Ձմեռ պապիկը նվեր բերի, հաճախ ասած և լսած կլինեք այս նախադասությունը։ Փոքրիկները ջանում են մի ամբողջ տարի լավ վարք ցուցաբերել, որպեսզի հրաշագործ Ձմեռ պապն ի կատարածի իրենց ամենանվիրական երազանքները։ Երեխաների նվերի ընտրության հարցը թվում է, թե մեր օրերում
պետք է որևէ բարդություն առաջացնի, բայց արի ու տես, որ խնդիրը միայն շուկայի բազմազանությունը չէ։ Երեխային նվեր գնելիս պետք է հաշվի առնել մի քանի նրբություն։ Ամենակարևորը երեխայի տարիքը հաշվի առնելն է։ 0-ից 3 տարեկան երեխաները դժվար թե կարողանան ձեզ կամ ձմեռ պապիկին հայտնել իրենց ցանկությունները, նշելով կոնկրետ խաղալիք կամ խաղ։ Այստեղ արդեն գործը բարդանում է։ Երեխայի համար նվերը դա մեծ հուզական պորտկում է։ Այդ տարիքում երեխայի մոտ զգայունակությունն է զարգանում, ավելի եւ տեսողական գունային ընկալումը ավելի շատ օգտակար կլինի այնպիսի գրքեր, որոնք ունեն սենսորիկա պարունակող բաժիններ, շոշափելիք եւ այլն, գույները, որոնք ավելի վառ են արտահայտված, ձայնային խաղալիքներ, որոնք երեխայի եւ ուշադրությունը կզարգացնեն եւ կենտրոնացումը։ Վաղ մանկական հասակում երեխայի նվերի ընտրությունը կատարվում է առաջին հերթին հաշվի առնելով երեխայի սեռը։ Ձեր փոքրիկ արքայադստերը ցանկալի է նվիրել տիկնիկներ, խոհանոցային պարագաներ, որոնք նրան կօգնեն ընկալել իր սոցիալական դերը, իսկ տղա երեխաներին մեքենաներ, դերային խաղալիքներ եւ այլն։ 3-ից 6 տարեկան երեխան դա արդեն նախադպրոցական տարիքն է, նրա մոտ սկսում է ձևավորվել իր եսը, այսպես կարելի է ասել, նրանք մի փոքր ինքնուրույն են դառնում, մի փոքր կամակոր են դառնում, այդ տարիքում երեխաներին հիմնականում մոտորիկան զարգացնող, իմացական գործընթացների հիշողություն, մտածողություն, 6-ից մինչև կրտսեր դպրոցական այդ տարիքում այդ անցումը այդքան շատ չէ, էլի նույն ոլորտներն է զարգանում։ Երեխան շատ խաղալիքներ ունի, բայց ոչնչով չի խաղում։ Հոգեբանները փաստում են, որ նման իրավիճակներում մեղքի մեծ բաժինը ծնողի ուսերին է։ Երեխայի եսը շոյելու համար չարժե նրան տանել խաղալիքների մեծ խանութ եւ առաջարկել, որ նա ինքն ընտրի իր նվերը։ Խաղալիքների բազմազանությանը հանդիպելով նրա հետաքրքրասիրությունն ու ուշադրությունը շեղվում են եւ նվազում։ Նվեր հասկացողությունը դա ասոցացվում է անակնկալի հետ։ Ես ծնողներին կոչ կանեի, բացի ձմեռ պապիկին ուղղված նամակից, որ երեխան կստանա, կբավարարվի իր պահանջմունքը ձմեռ պապիկի կողմից, որպես ծնող նվիրել ինչ-որ հետաքրքիր բան, որը երեխան ընդհանրապես չի սպասում, որին երեխան ծանոթ չի, ու կարելի է նաև ինչ-որ անակնկալ մատուցել, որ այդ նվերը իրականում լինի նվեր։ Ինչ էլ նվիրելու լինեք ձեր երեխային, նրա համար այն պետք է լինի բացառիկ եւ գեղեցիկ փաթեթավորված։ Բնավ կարևոր չէ խաղալիքի գինը, կարևորը ձեր մոտեցումն է, ձեր կատարած ճիշտ ընտրությունը, մատուցման ձևն ու երեխայի մեջ խաղալիքի հանդեպ հետաքրքրություն ձևավորելը։ Ձմեռ պապ, մենք վերադառնանք մեր հաճելի զրույցին, տեսանյութում տեսանք, թե ինչ խորհուրդներ էին հնչում, որ տարիքի երեխաներին ինչ կարելի է նվիրել, ինձ հետաքրքիր է, լինում են նամակներ, պահանջներ երեխաների կողմից, որ դուք չեք կարողանում իրականացնել։ Այո, անշուշտ լինում են։ Նման դեպքեր են լինում, որովհետև չենք հարցնում, կամ գուցե ինչ որտեղ սխալ է գալիս։ Անիրականալի երազանք կամ ցանկություն կա, չէ՞։ Այդպիսի երազանքներ լինում են։ Ձմեռ պապիկից տուն են ուզում, մեքենաներ են ուզում, չգիտեմ, ուզում են Ամերիկայում հայտնվել, այնքան նամակները բազմազան են, բայց կարծեմ թե դա երևի մի քիչ մեծ տարիքի երեխաներն են, որ կարծես թե ձմեռ պապիկի հետ ուզում են կատակել։ Կատակել։ Այո։ Բայց մնացածի ցանկությունները ձմեռ պապիկը միանշանակ իրականացնում է։ Այ գիտեք ձմեռ պապ, մենք հաճախ երեխաներին ասում ենք, որ ձմեռ պապիկը նվեր կբերի, եթե դուք որոշակի պայմանների հետևել։ Հիմա կհիշեցնեք այդ պայմանները։ Առաջի հերթին պետք է խելոք լինեն։ Լսեք ծնողներին, անպայման ցանկալի է որ լավ սովորեն։ Չարություններ քիչ անեն, չափի մեջ լինի, թեպետ երեխայի համար չափ չկա չարության իմաստով։ Լսում ենք ծնողներին, լավ ենք սովորում եւ չարաճճիությունները չափավոր են Չափը, կանում։ այո։ Ձմեռ պապը հետևում է փաստորեն բոլորին։ Այո, ամբողջ տարվա ընթացքում է հետևում ձմեռ պապը Եվ վերջում որոշում իրականացնի երազանքները ու ցանկությունները Եթե խելոք են, եթե հատկապես լավ են սովորում, բանաստեղծություններ կամ երգեր են պատրաստում, ձմեռ պապիկի համար հաճելի է, ցանկալի է, որ նման պարագաներում ձմեռ պապիկը իր նվերները տա իրենց։ Գիտեք, ինձ համար դեռ մանկուց միշտ զարմանալի է եղել, թե ձմեռ պապիկը ինչպես է կարողանում այդքան նվերները հասցնել երեխաներին։ Գոյություն ունի կախարդական գավազան։ Ես այսօր տեսա սեփական աչքերով այդ գավազանը ու հասկացա, թե փաստորեն ինչպես է հաջողում այդքան նվերները երեխաներին հասցնել։
Իսկ ճիշտ է, որ ծխնելույզով էլ եք իջնում տներ։ Լինում են դեպքեր, ինչու ոչ։ Եթե լայն է ծխնելույզը։ Եթե լայն է ծխնելույզը անշուշտ։ Լինում են, ամեն ինչ կարող է լինել։ Եվ պետք է անկեղծ ասեն հեքիաթին հավատալ։ Երբ հեքիաթին հավատում ես, ամեն ինչ այնքան գեղեցիկ է դառնում։ Ցավոք սրտի կան երեխաներ, ովքեր չեն հավատում ձեր գոյությանը։ Եթե նրանք տաղավարում լինեին, կարծում եմ միանշանակ բոլոր կասկածները կվերանային, բայց ինձ էլ նման երեխաներ շատ են հանդիպել եւ իրենք ուզում են շոշափել տեսնել ես արդյոք իրոք կամ ֆիզիկապես գոյություն ունեմ թե չէ։ Եվ երբ որ շոշափում են, քանի բազմիցս անգամ եղել են դեպքեր, որ իսկականից է ասում են։ Իսկ այն բոլոր ձմեռպապերը, ում տեսնում ենք փողոցներում տարբեր առիթներով, երեխաները երբեմն շփոթության մեջ են հայտնում, նրանց ասենք, որ նրանք ձեր օգնականներն են, Այո, ձմեռպապը մեկն է, իսկ աշխատողները շատ են։ Մեկը չի կարող այդքանը հասցնել, նույնիսկ կախարդական գավազանի միջոցով։ Մենք բոլորս այստեղ աշխատող թեպետ ես եմ այստեղ ձմեռպապը, բայց ես ունեմ իմ բազմաթիվ աշխատողները եւ այդ հրապարակներում կամ փողոցներում կամ խանութներում եթե կան ձմեռպապիկներ, թող հավատան, որ դրանք իրոք իրական հեքիաթային ձմեռպապիկներ են եւ պետք չէ այլ աչքերով նայել։ Ձմեռպապ, մենք տարբեր ֆիլմերում տեսել ենք, որ դուք տեղափոխվում եք եղնիկների օգնությամբ, հրաշագեղ։ Այո։ Իրականում էլ է այդպես։ Իհարկե։ Հիմա եղնիկները հանրայինի դիմաց փաստորեն սպասում են ձեզ ձմեռպապ։ Այո։ Բայց կխնդրեմ մի քանի րոպեով էլ շարունակել զրույցը, որովհետև դեռ մանկուց բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք ցանկանում եմ ձեզ տալ ու ստանալ դրանց պատասխանները, կարծեմ երեխաներին էլ կհետաքրքրի։ Խնդրեմ թողնիկես։ Հետաքրքիր է, տարվա ընթացքում, լավ, դեկտեմբերին հասկացանք, որ դուք շատ լարված աշխատում եք, իսկ ամբողջ տարվա ընթացքում ինչ եք անում։ Երբ որ դուք գիտեք ձմեռպապիկը որտեղ է ապրում։ Այո։ Որտեղ։ Հեռավոր Լապլանդիայում։ Ապրեք, իսկ այնտեղ միշտ ձյուն է, սառնամանի։ Տոնը միշտ ձեզ հետ է։ Իհարկե։ Եվ կարծեմ ձեր գործարանն էլ միշտ աշխատում է, որպեսզի եւ մեր գործարանը աշխատում է, որպեսզի կարողանանք տարվա վերջում երեխաների նվերները հասցնել։ Գործարանում ամենաշատ ինչ նվեր են պատրաստում։ Այդպես չեմ կարող ասել, երևի խաղալիքներ, ավելի շատ։ Տոնածառի խաղալիքներ, որտեղ երեխաները շատ են սիրում խաղալիքներ։ Ձմեռպապան երեխաների համար, հա, փոքրիկ պարզաբանում, շատ փոքրիկներ կան, ովքեր չեն հասցնում ձեզ տեսնել, այսինքն դուք դուռը թակում եք, զանգ եք տալիս, նվերը թողնում եւ հեռանում եք, շատերը տխրում են։ Երեխաները քնած են լինում այդ ժամանակ հիմնականում։ Այդ է պատճառը։ Ես չեմ կարող իմանալ, թե որ ժամին որտեղ եմ հայտնվելու, որովհետև գավազանն է այդ աշխատանքը կատարում։ Դրա համար ես չեմ կարող իմանալ, թե երեխան քնած է, թե արթուն։ Կարևորը ինձ թվում է ձմեռպապիկին տեսնելը չէ։ Կարևորը որ երեխան երազում է, ինչ որ բան է ուզել, իր ցանկությունն է հայտնել ձմեռպապիկին եւ այդ ցանկությունը ի կատար է ածվում։ Ինձ թվում է դա է կարևորը։ Երեխաները թող երբեք չտխրեն դրանից, որ չեն տեսնում ձմեռպապիկին։ Հետո ձմեռպապը ֆիզիկապես մեկն է եւ նա չի կարող հասցնել ժամերով, րոպեներով ձեր տանը մնալ սիրելի փոքրիկներ, դրա համար ամսի 31-ին, երբ զանգի ձայնը լսեք, միանգամից վազեք, որպեսզի միգուցե ձմեռպապու շողքը կամ շորից մի հատված տեսնեք եւ համոզվեք, որ ձմեռպապը իրականում գոյություն ունի։ Նա լսում է բոլորի ցանկությունները եւ իհարկե ձմեռպապի օգնությամբ ցանկությունները իրական են դառնում, որովհետեւ ընդամենը պետք է հավատալ ամանորյա հրաշքին։ Ես կուզենայի ասել շնորհավոր նոր տարի, միշտ խնդություն ու միշտ բերկրանք թող լինի, թող ժպիտը ձեր աչքերում չմարի, երգն ու պարը միշտ ուղեկից ձեզ լինի։ Շնորհավոր նոր տարի, շնորհավոր սուրբ ծնունդ։ Շնորհակալ եմ անչափ ձմեռպապ, որ համաձայնեցիք, ժամանակ գտաք, եկաք մեր տաղավար, էլ ավելի գեղեցկացրիք ձեր ներկայությամբ մեր տաղավարը, իսկ հրաժեշտից առաջարկում եմ դիտել մի խումբ փոքրիկների, նրանք որոշել են իրենց ցանկությունը անմիջապես ձեզ ուղարկել տեսագրության միջոցով։ Շնորհակալ եմ։ Սիրով, ես էլ եմ շնորհակալ։ Չեմ գրել ձմեռպապիկին նամակ, երեք եմ գրել։ Ես ձմեռպապիկին նամակ եմ գրել։ Ես էլ չգեյ ձմեռպապիկին նամակ չեմ գրել, հələ չեմ գրել, մոռացել եմ։ Երևի Սենմագրոսը դաժարան նամակից կբերել։ Հա, ճաճկա։ Ավես չկա։ Դեռ չէ։ Գրել եմ, որ ինձ տիկնիկ բերի, մենակ է, ուրիշ բան չեմ գրել։ Ձմեռպապիկ, ես մերին եմ, ես ուզում եմ, որ դու իմ համար բերել ես բաժակ գլխար։ Ձմեռպապիկ, խնդրում եմ լեգո
ինքնադիր Լեգո պատվոտնի նավ, որ աշխարհի խաղաղություն լինի եւ ոչ մի երեխա որ չունենա։ Ես պատարակ եմ տրեյրան, մաման զարդարել է, որ ավելի շատ բերի։ Փետից թու ու փայտից պատրանես, ձմեր խնդրում եմ, որ դու բերես։ Ես էլ կգրեմ, դաուկ, ձմեր պապիկ ջան, ես բայլակն եմ ուզում եմ պուլտան կոպոտ։ Վարդագույն գորգ եմ ուզել ձմեր պապիկից։ Երգացել եմ ուզում եմ։ Ինչ է երգացել։ Բաբույց ես մենակ եմ նամակը գրում։ Մամասը մայրեկիս։ Մենակ եմ գրում նամակը։ Ես չեմ գրել, բայց հետո обязательно մամային կասեմ ու կգրի։ Դասատու է իշկերն ու ժամանակները տունը մենակով։ Մամուս ակն։ Մենակ եմ գրել։ Մամա հետ եմ նամակս գրելու։ Դնում տունածարտով գալեցա վերցնում նամակը։ Ձման մեջ եմ դնում ու այդ բանը դվել էի մեջը։ Դնեմ տոնածառույց տակ։ Մաման տանում է պոչտայի։ Գնալու եմ կչեմ պոչտայի մեջ։ Դնելու եմ տոնածառի տակ։ Նորից։ Ես դրել էի բարձից տակ, ձմեր պապիկը եկավ եւ վերցրեց։ Նամակից խնդրակություն իրականացա։ Անցած տարի ես գրել էի, որ ձմեր պապին ինձ գիթառ բերի եւ բերեց։ Ինքնից բերել է սիրուն շոր։ Ինչ խնդրեի ձմեր պապիկը բերել ես։ Երբ գրում եմ, իմը բերում է։ Մի անգամ երկող կուգլա եմ խնդրե բերել է։ Միշտ իմ նամակներին պատասխանում է։ Գույնզգույն խաղալիքներ, հրաշքի սպասող մանկանաչուկներ ու գեղեցկուհի տոնածառ։ Ամանորն արդեն ճանապարհին է, ամենուր նախատոնական ուրախ տրամադրություն է։ Շատ մայրիկների համար, սակայն, այս շրջանը ծանրաբեռնված ու հոգսաշատ է, բայց միթե երեխային ուրախություն պատճառելուց եւ նրա համար նախատոնական տրամադրություն ստեղծելուց ավելի կարևոր գործեր ունեք։ Խաղը ինքը շատ կարևոր բան է համարվում երեխայի դաստիարակության մեջ։ Այսօրվա ծնողը, որը շատ ավելի զբաղված է, քան դեռ 15-20 տարի առաջ, ինքը առհասարակ չի ունենում հնարավորություն շփվելու իր բալիկի հետ որ մնաց խաղալու։ Եվ նոր տարվա օրերը հատկապես իրենք կարևորում են այն բանով, որ ծնողը ավելի շատ ժամանակ է կարողանում անցկացնել իր երեխայի հետ։ Եթե ծնողը արդեն իսկ պատրաստում է խաղել եւ խաղում է, դուք պատկերացնում եք, դա ուրեմն ինչքան լավ բան է, ինչ այ իսկական իրական տոն է դառնում բալիկի համար։ Մենք ձեզ կպատմենք մի քանի խաղերի մասին, որոնք անչափ դյուրին է կազմակերպելը։ Մեծ թղթի վրա նկարեք առանց քթի ձնեմարդ եւ կախեք այն պատից։ Քիթը պատրաստեք պլաստիլինից։ Երեխաներից յուրաքանչյուրը պետք է փակ աչքերով փորձի ձնեմարդի քիթը ամրացնել ճիշտ տեղում։ Այս խաղը սովորաբար երեխաների մոտ ծիծաղ ու աշխուժություն է առաջացնում։ Հասիր տոնածառին։ Այս խաղի համար տոնածառի տակ պետք է դնել որևէ նվեր։ Երկու երեխա պետք է կանգնեն տոնածառից որոշակի հեռավորության վրա։ Հրահանգից հետո նրանք պետք է մեկ ոտքի վրա թռչկոտելով հասնեն տոնածառին եւ վերցնեն նվերը։ Ամենաարագաշարժը կարժանանա տվյալ մրցանակին։ Հաջորդ խաղի ընթացքում երեխաները պետք է մրցեն, թե ով կարող է անձեռոցիկից կամ թղթից ձյամփաթիլ պատրաստել։ Կհաղթի նա, ում պատրաստած ձյամփաթիլը կճանաչվի ամենագեղեցիկը։ Խոստովանեք, խաղերն էլ ավելի են գունավորում ամանորյա մթնոլորտը։ Խոստովանեք, խաղերն էլ ավելի են գունավորում ամանորի մթնոլորտը։ Ծնող երեխա հարաբերությունները ինչն է առանձնահատկությունը, հա, որ ծնողը չզգալով, նույնիսկ չզգալով, րոպե մեկ նկատողություն է անում երեխային։ Ստեղ նկատողություն չկա։ Ստեղ բերվում է ընկերության, իրար հետ ընկերություն անելու դաշտը։ Արդեն տոնական այդ առանձնահատկությունը նա է, որ տոնական պահ է, այսինքն երեխան նաև հասկանում է, որ նոր տարի է, ձմեր պապիկ է, եւ այդ տոնական վիճակի մեջ նույնպես այդ խաղը արդեն բերում է այդ տոնի զարգացման, տոնի հասկացողության։
Շարունակում ենք խաղալ։ Երեխաներից ամեն մեկին ձյան փաթիլ տվեք, այսինքն փոքրիկ բամբակ։ Նրանք պետք է ձյան փաթիլները օդ նետեն, ապա ներքևից փչեն դրանց վրա ու թույլ չտան, որ դրանք վայր իջնեն։ Հաղթում է նա, ով բամբակն ամենաերկարը օդում կպահի։ Ով է առաջինը։ Այս խաղի համար անհրաժեշտ են երկու մասնակից։ Երկու աթոռի վրա պետք է կախվեն նրանց ձմեռային վերարկուները շրջված թևերով, ինչպես նաև պետք է դրված լինեն շարֆ եւ գլխարկ։ 1, 2, 3 խաղը սկսված է։ Կհաղթի նա, ով ավելի արագ կուղի վերարկուի թևերը, կհագնի այն, ինչպես նաև կկապի շարֆը, կդնի գլխարկը եւ կբղավի։ Շնորհավոր նոր տարի։ Մի քանի անավարտ գործ, չդադարող վազք, ժամացույցի սլաքների անհանգստացնող թխթխկոց, հոգ չէ, մի մոռացեք, ամանորը երեխաների ամենասիրելի տոնն է, տոն, որի հեքիաթը ստեղծողը մենք ենք, ծնողներս։ Կսիրի ձեր երեխան այդ հեքիաթը թե ոչ, կախված է միայն ու միայն ձեր վառ երևակայությունից եւ տրամադրությունից։ Ձմեռպապ ու նվերներ, նամակներ ու սպասումներ, ամանորը հրաշք է, որի տևականությունը հաճախ մեր ձեռքերում է։ Արեք ամեն բան, որ ձեր երեխաները որքան հնարավոր է երկար զգան ու վայելեն տոնի շունչը։ Մի անտեսեք նրանց տարվելով ուտեստների ու նվերների պատրաստմամբ, նրանց տոնական նախապատրաստությունների մասնակից դարձրեք։ Եվ իհարկե մի մոռացեք մանկանալ, ձեր փոքրիկների պես ոգևորված ու անկեղծ ուրախանալու ամանորին առնչվող ամեն մի մանրուքով։ Այդ ժամանակ դուք դարձյալ կհամոզվեք, որ մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն։